Արարատի դեմ ինչ ունեք, ուզում եմ հասկանալ, եթե մենք ունենք Արարատի մարզ, Արարատ քաղաք, Մասիս անունով քաղաք ու ունենք Արարատ Միրզոյան, ինչի եք Արարատ լեռան պատկերը հանում տնիկներից եւ տենց արշավ սկսել Արարատի դեմ։ Մեր սուպն է։ Կարելի է այդ տեխնիկական փոփոխությունը մեկնաբանել որպես դա շատ բովանդակային է։ Տեխնիկական թող մճի տարերը հանեն, թվերը հանեն։ Բովանդակայինը նախկինում, եթե չեմ սխալվում, էլի են եղել տարիներ, որ Արարատ լեռը չի։ Հա, հետո ավելացվել է։ Քոչարյանի ժամանակ կեսից, Քոչարյանի իշխանության կեսից չի եղել, հետո ավելացվել է։ Անձնագիրը բացում այդ կնիքը նայում եւ Արարատին այդպես ֆիքսում եւ Դե հիմա որ դու չանեիք չենք ֆիքսվի դրա վրա։ Դե Բայց պարտադիր մեր խորհրդանիշն համարվում է։ Ինձ համար պատմականորեն իհարկե այո բիբլիական Ինչ էմոցիաներ առաջացնում Արարատը ձեզ համար։ Ես աշխատանքի գալիս եմ Զեյթուն վարչական համայնքից եւ երբ եղանակը պարզ է լինում, իմ օրը միշտ շատ լավ է սկսվում։ Պատմական հայրենիքի անունով Զեյթուն վարչական շրջանից եք գալիս իդեպ։ Հայաստանում ամեն ինչ պատմական, հա, Զեյթունը պատմական հայրենիքի անունով չէ, մեր մարզերից մեկն է եղել։ Դա լավա թե վատ։ Չգիտեմ, լավա թե վատ։ Վերջը մենք ունենալու ենք հիշողություն, թե չենք ունենալու, ունենալու ենք։ Մեր ապրում ենք մեր հիշողությունը եւ պատմական անցյալը չմոռանալու գաղափարով եւ մեր հայացքով ուղղված դեպի ապագային եւ դեպի Բայց ինչու ենք անցյալը մոռացության տալիս Տիկին Գալյան։ Որովհետեւ մեկը մոռացել։ Չէ, տալիս ենք։ Նիկոլ Փաշինյանն ասում, ինչու Վան կա, Ալաշկեր կա, չգիտեմ ինչ կա, բան։ Բայց մենք մանիպուլացնում ենք։ Վարչապետի ասածները հետեւյալն է, չպետք է մոռանալ անցյալը, պետք է սիրել անցյալը եւ պետք է արժևորել եւ սիրել ներկան, որպեսզի ինչ որ մի օր, այն ինչ որ ունենք ներկայում, չդառնա անցյալ։ Բայց կներեք, դու Արարատի մասով ասում որ Թուրքիայում էմոցիաներ են առաջացել, հարևան երկրի մոտ էմոցիաներ են առաջացել։ Այսինքն դրա Թուրքերի հարևան երկրի էմոցիաներին դուրս տալով ենք ուզում Արարատը բանանենք, հա։ Ես կրկնեմ իմ միտքը, մենք Արարատի մարդը կարող է էմոցիա առաջացնի։ Պետք է ապրենք այն մոտեցմամբ, որ այն